Մի պահ փակիր աչքերդ և պատկերացրու այս տեսարանը։ Դու կանգնած ես մեծ սպիտակ գահի առջև։ Տիրում է բացարձակ լռություն։ Միլիոնավոր հոգիներ սպասում են ակնածալից երկյուղով, և հանկարծ Հիսուսը, գերագույն դատավորը, նայում է ուղիղ քո աչքերի մեջ։ Նրա ձայնը, որը ժամանակին հանդարտեցնում էր փոթորիկները, այժմ հնչում է աստվածային իշխանությամբ։ Եվ նա տալիս է մի հարց, որը կորոշի քո հավիտենական ճակատագիրը։ Այն, ինչ հիմա պատկերացրիր, հորինվածք չէ, այլ մոտեցող իրականություն։ Աստվածաշունչը Եբրայեցիներ 9:27-ում ասում է. «Եվ ինչպես մարդկանց վերապահված է մեկ անգամ մեռնել, իսկ դրանից հետո դատաստանը, կապ չունի դու հովիվ ես, միսիոներ, գործարար թե տնային տնտեսուհի, կապ չունի 20 տարեկան ես թե 80, կապ չունի ծնվել ես Հայաստանում, ԱՄՆ-ում թե Չինաստանում, մենք բոլորս կանգնելու ենք Քրիստոսի առաջ»։ Բայց ահա այն, ինչ մարդկանց մեծ մասը չգիտի. Հիսուսը պարզապես գիրք չի բացի քո մեղքերը կարդալու համար։ Նա կտա հստակ հարցեր, որոնք կբացահայտեն ոչ միայն այն, ինչ դու արել ես, այլ հատկապես այն, թե ով ես դու իրականում ներսից։ Այսօր առաջին անգամ ես քեզ կհայտնեմ 3 հարցերը, որոնք Հիսուսը հնարավոր է տա յուրաքանչյուր մարդու դատաստանի օրը։ Այս հարցերը թաքնված են Աստվածաշնչի էջերում, բայց երբ դու դրանք բացահայտես, քո կյանքն այլևս նույնը չի լինի։ Եթե դու դիտում ես այս տեսանյութը, դա պատահականություն չէ։ Աստված պատրաստում է քեզ այդ պահի համար։ Ուստի վերցրու քո Աստվածաշունչը և պատրաստվիր բացահայտել ճշմարտություններ, որոնք կարող են փոխել քո հավիտենական ճակատագիրը։ Այս տեսանյութի վերջում դու կիմանաս, թե ինչպես ապրել այսօրվանից, որպեսզի պատրաստ լինես այդ օրվան։ Առաջին հարցը, որ Տերը կտա դատաստանի օրը, սա է. «Ինչ արեցիր իմ որդու հետ»։ Դու կարող ես ասել. «Բայց Հիսուսն ինքն է որդին, ինչպես կարող է հարց տալ իր մասին»։ Սա է երրորդության փառահեղ խորհուրդը։ Հիսուսը, որպես դատավորը, ներկայացնում է ողջ Աստվածությունը, և նա ուզում է իմանալ, ինչ ես արել այն զոհաբերության հետ, որը քեզ մատուցվել է։ Հովհաննես 3:18-ում Հիսուսն ինքն ասաց. «Նա, ով հավատում է նրան, չի դատապարտվում, իսկ ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անվանը»։ Լսիր ուշադիր, խոսքը կրոնի մասին չէ։ Սա հարանվանության կամ այն հարցը չէ, թե քանի անգամ ես գնացել եկեղեցի։ Սա հարաբերության հարց է։ Հիսուսն ուզում է իմանալ, ընդունել ես ինձ որպես քո անձնական փրկիչ, հասկացել ես, որ ես մեռա հենց քեզ համար, թույլ տվել ես իմ արյանը լվանալ քո մեղքերը, թույլ տուր ասել քեզ մի բան, որը կարող է ցնցել քեզ դատաստանի օրը։ Կլինեն 3 տեսակի մարդիկ, ովքեր կտան 3 տեսակի պատասխան այս հարցին։ Առաջին պատասխան. «Տեր, ես փորձել եմ լավ մարդ լինել, օգնել եմ աղքատներին, ազնիվ եմ եղել գործերիս մեջ, հարգել եմ ծնողներիս»։ Եվ Տերը կպատասխանի. «Բայց ինչ արեցիր իմ որդու հետ։ Քո բարի գործերը չեն կարող վճարել մեղքի գինը, միայն իմ արյունը կարող է»։ Երկրորդ պատասխան. «Տեր, ես եկեղեցի էի գնում, երգում էի երգչախմբում, ծառայության պատասխանատու էի»։ Եվ Հիսուսը կպատասխանի. «Դու գիտեիր բաներ իմ մասին, բայց ինձ չէիր ճանաչում։ Դու կրոն ունեիր, բայց ինձ հետ հարաբերություն չունեիր»։ Երրորդ պատասխան. «Տեր, ես քեզ ընդունեցի որպես իմ փրկիչ, ճանաչեցի, որ մեղավոր եմ, ապաշխարեցի և հավատացի, որ քո արյունը մաքրեց ինձ, ոչ թե իմ գործերով, այլ քո շնորհով»։ Եվ Հիսուսը մի ժպիտով, որը կլուսավորի ողջ հավիտենությունը, կասի. «Երանի քեզ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ, թույլ տուր լինել անկեղծ քեզ հետ»։ Եթե Հիսուսը հիմա տա քեզ այս հարցը, որը կլինի քո պատասխանը։ Իսկապես ճանաչում ես Հիսուսին որպես քո անձնական փրկիչ, թե միայն բաներ գիտես նրա մասին։ Նայիր, թե ինչ է գրված Հովհաննես 5:12-ում. «Ով որդուն ունի, կյանք ունի, ով Աստծո որդուն չունի, կյանք չունի»։ Ունենալ կամ չունենալ, միջին տարբերակ չկա։ Ոչ քիչ թե շատ, ոչ կարծում եմ այո։ Կամ դու ունես Հիսուսին, կամ չունես։ Եվ ահա ճշմարտությունը, որը քեզ կազատագրի։ Կապ չունի, թե ինչ ես արել անցյալում, կապ չունի, թե որքան ես հեռացել Աստծուց, կապ չունի, թե որքան սխալներ ես գործել։ Եթե հենց այս պահին սրտի անկեղծությամբ ասես. «Հիսուս, ես ընդունում եմ քեզ որպես իմ փրկիչ, ների՛ր իմ մեղքերը, մտիր իմ կյանք», այդ դեպքում նա հենց հիմա կմտնի, որովհետև Հիսուսը չեկավ աշխարհ դատապարտելու, այլ փրկելու համար, և նա ուզում է, որ դատաստանի օրը քո պատասխանը լինի. «Տեր, ես քեզ ընդունել եմ, ես քոնն եմ»։ Բայց սպասիր, քանի որ երկրորդ հարցն էլ ավելի խորն է ցնցելու քո սիրտը։ Երկրորդ հարցը, որ կհնչի դատաստանի օրը, կլինի սա. «Ինչպես վարվեցիր իմ փոքրիկների հետ»։ Եվ այստեղ Հիսուսը չի խոսում միայն երեխաների մասին, նա նկատի ունի բոլոր նրանց, ում անվանում է փոքրիկներ,
կարիքավորները, կոտրվածները, մերժվածները, հասարակության կողմից մոռացվածները։ Մատթեոս 25:31-46-ում Հիսուսն ինքը մարգարեացավ այս պահի մասին։ Երբ մարդու որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները նրա հետ, այն ժամանակ նա կնստի իր փառքի գահին։ Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, նա կբաժանի մարդկանց միմյանցից, ինչպես հովիվն է բաժանում ոչխարներին այցերից։ Եվ այն ժամանակ Հիսուսը կասի նրանց, ովքեր իր աջ կողմում են. «Եկեք, իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք այն թագավորությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից։ Որովհետև սոված էի, եւ ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի եւ ինձ խմելիք տվեցիք, օտար էի եւ ինձ ընդունեցիք, մերք էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ այցելեցիք, բանտում էի եւ ինձ մոտ եկաք»։ Եվ արդարները զարմացած կասեն. «Տեր, երբ տեսանք քեզ սոված եւ կերակրեցինք, կամ ծարավ եւ խմելիք տվեցինք»։ Եվ Հիսուսը կպատասխանի խոսքերով, որոնք կորոշեն հավիտենական ճակատագիրը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս իմ փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք»։ Հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Ամեն անգամ, երբ դու օգնել ես կարիքավոր մեկին, դու ծառայել ես հենց Հիսուսին։ Ամեն անգամ, երբ անտեսել ես կարիքավորին, դու մերժել ես հենց Քրիստոսին։ Բայց զգույշ եղիր, Հիսուսը չի խոսում միայն բարեգործության մասին, նա խոսում է ճշմարիտ սիրո մասին։ Դու կարող ես ողորմություն տալ ցուցադրության համար, օգնել տեսնվելուն համար, ծառայել ծափահարությունների համար։ Բայց Հիսուսը նայում է սրտին։ Թույլ տուր ցույց տալ քեզ, թե ովքեր են այս փոքրիկները, որոնց մասին խոսում է Հիսուսը։ Որբերը, այն երեխաները, որոնք մեծացել են առանց հոր, առանց մոր, առանց անվերապահ սիրո։ Ինչպես ես վարվել նրանց հետ։ Բացել ես քո տունը, քո սիրտը, քո ընտանիքը։ Այրիները, այն կանայք, ովքեր կորցրել են իրենց ամուսնուն եւ մենակ են մեծացնում երեխաներին, առերեսվելով միայնության հետ։ Մխիթարել ես նրանց, աջակցել ես նրանց գործնական կարիքներում։ Օտարները, այն ներգաղթյալները, ովքեր եկել են քո քաղաք առանց որևէ մեկին ճանաչելու, հազիվ են խոսում լեզուն, մերժման զոհ են։ Ինչպես ես նրանց ընդունել, սիրով թե նախապաշարմունքներով։ Բանտարկյալները, ոչ միայն նրանք, ովքեր ճաղերի հետևում են, այլ բոլոր նրանք, ովքեր թմրանյութերի, դեպրեսիայի, կախվածությունների, հուսահատության բանտում են։ Այցելել ես նրանց։ Օգնել ես նրանց ազատագրվել։ Հիվանդները, այն քաղցկեղուփ հիվանդ մարդը, որը վախենում էր մեռնել, այն ծերունին, որը լքված էր ծերանոցում, այն հատուկ երեխան, որը հատուկ խնամքի կարիք ուներ։ Ինչպես ես վարվել նրանց հետ։ Սովածները, ոչ միայն սննդի կարոտ, այլև սիրո, ուշադրության, քնքշանքի սոված։ Քանի անգամ ես անցել հուզականորեն սոված մեկի կողքով, առանց նույնիսկ գրկախառնություն առաջարկելու։ Եղբայրս, քույրս այս հարցը կբացահայտի, թե ով ես դու իրականում։ Որովհետև հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզ սիրում են փոխադարձաբար, հեշտ է օգնել նրանց, ովքեր կարող են քեզ հատուցել։ Բայց Հիսուսն ուզում է իմանալ, ինչպես վարվեցիր նրանց հետ, ովքեր ոչինչ չէին կարող անել քեզ համար։ Եվ ահա թե ինչն է ինձ ամենաշատը հուզում։ Հիսուսը չի հարցնում, թե քանի արշավ ես կազմակերպել կամ քանի չեկ ես ստորագրել։ Նա հարցնում է, թե ինչ ես արել փոքր ժեստերում՝ մի բաժակ ջուր, մի այցելություն, մի գրկախառնություն, մի մխիթարական խոսք։ Որովհետև Աստծո թագավորության մեջ կարևորը գործողության մեծությունը չէ, այլ այն ուղեկցող սիրո մեծությունը։ Կան մարդիկ, ովքեր միլիոններ են տալիս բարեգործությանը, բայց զզվանքով են շրջվում, երբ մուրացկանը ձեռքն է մեկնում նրանց։ Հիսուսը տեսնում է տարբերությունը։ Ուրեմն ասա ինձ, եթե Հիսուսն այսօր քեզ տար այդ հարցը, որը կլիներ քո պատասխանը։ Հիշում ես մեկի դեմքը, ում օգնել ես առանց փոխարենը որևէ բան սпасելու։ Հիշում ես այդ փոքրիկներից մեկին, ում սիրել ես այնպես, ինչպես Հիսուսը կաներ։ Որովհետև այս հարցը չի վերաբերում միայն քո անցյալին, այն կոչ է ներկայի համար։ Դեռ ժամանակ կա, քո շուրջը դեռ կան փոքրիկներ, որոնք սիրո կարիք ունեն։ Բայց պատրաստիր սիրտդ, քանի որ երրորդ հարցը բացահայտելու է այն, ինչ իրականում բնակվում է քո հոգում։ Երրորդ եւ վերջին հարցը, որ Հիսուսը կտա դատաստանի օրը, սա է. Ուր են պտուղները, որ դու պետք է բերեիր։ Այս հարցը դիպչում է քո գոյության հենց սրտին։ Որովհետև Հիսուսին չի հետաքրքրում միայն այն, թե ինչ ես ասել, թե իբրեր դու ես։ Նա ուզում է տեսնել պտուղները, որոնք ապացուցում են, թե ով ես դու իրականում եղել։ Հովհաննես 15-ում Հիսուսն ասաց. Ես եմ ճշմարիտ որդատունկը, եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որի մեջ է եւ պտուղ չի բերում, նա կտրում է այն, եւ ամենը, որ պտուղ է բերում, մաքրում է այն, որպիսի ավելի շատ պտուղ բերի։ Իմ հայրը սրանով փառավորվեց, որ դուք շատ պտուղ բերեք, եւ իմ աշակերտները կլինեք։
Եվ Մատթեոս 7:16-20-ում Հիսուսն էլ ավելի հստակ է. Իրենց պտուղներից կճանաչեք նրանց, միթե փշերից խաղող են քաղում կամ տատասկից թուզ։ Այդպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, իսկ չար ծառը չար պտուղ։ Ուրեմն իրենց պտուղներից կճանաչեք նրանց։ Հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Հիսուսը քեզ տնկել է այս երկրի վրա որպես մի ծառ։ Նա քեզ ջրել է իր խոսքով, սնուցել իր հոգով, պաշտպանել իր սիրով։ Եվ հիմա դատաստանի օրը նա սպասում է բերքին։ Բայց որոնք են այն պտուղները, որոնք Հիսուսը հույս ունի գտնել։ Թույլ տուր ցույց տալ դրանք քեզ։ Հոգու պտուղները։ Գալաթացիս 5:22-ն ասում է. բայց հոգու պտուղն է սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Հիսուսը կհարցնի. Ուր է այն սերը, որ դու պետք է դրսևորեիր։ Ուր է այն ուրախությունը, որը պետք է փայլեր նույնիսկ փորձությունների մեջ։ Ուր է խաղաղությունը, որը պետք է լիներ քո նշանը։ Ուր է համբերությունը, որը պետք է ցույց տայի ընտանիքիդ, երեխաներիդ, գործընկերներիդ հանդեպ։ Ավետարանչության պտուղները։ Հիսուսն ասաց Մարկոս 16:15-ում. Գնացեք ամբողջ աշխարհ եւ քարոզեցեք ավետարանը ամեն արարածի։ Նա կհարցնի. քանի հոգի բերեցիր ինձ մոտ, քանիսը իմացան ճշմարտությունը քո վկայության շնորհիվ, օգտագործեցիր քո կյանքը իմ թագավորությունը տարածելու համար, թե պարզապես քո սեփական կայսրությունը կառուցելու համար։ Աշակերտության պտուղները։ Հիսուսն ասաց Մատթեոս 28:19-ում. Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Նա կհարցնի. Ուր են այն աշակերտները, որոնց դու կրթել ես։ Ուր են նրանք, ում օգնել ես քայլել ինձ հետ։ Դու միայն դարձի ես բերել, թե նաև սովորեցրել ես։ Սրբացման պտուղները։ Պետրոս 1:16-ն ասում է. Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Հիսուսը կհարցնի. առանձնացար աշխարհից, թե համակերպվեցիր դրան։ Փնտրեցիր սրբություն, թե բավարարվեցիր գոլ հոգևորականությամբ։ Հավատարմության պտուղները։ Հիսուսն ասում է Մատթեոս 25:23-ում. Ապրես, բարի եւ հավատարիմ ծառա, որովհետև քիչ բանի մեջ հավատարիմ եղար, շատ բանի վրա քեզ կկարգեմ։ Նա կհարցնի. հավատարիմ եղար այն ամենի մեջ, ինչ քեզ վստահեցի, քո տաղանդները, քո շնորհները, քո հնարավորությունները, քո միջոցները։ Օգտագործեցիր դրանք իմ փառքի համար, թե քո սեփական։ Բայց ահա թե ինչն է ինձ ամենաշատը մտահոգում։ Քանի քրիստոնյա կգա դատաստանի օրը առանց որևէ պտուղի։ Արտաքուստ գեղեցիկ ծառեր, լի կրոնական տերևներով, բայց ներսից լիովին ամուլ։ Հիշիր այն թզենին, որին Հիսուսն անիծեց։ Մարկոսն ասում է. Հերվից տեսնելով մի տերևալից թզենի, գնաց, որ գուցե նրա վրա մի բան գտնի։ Բայց երբ նրան մոտեցավ, տերևից բացի ոչինչ չգտավ, որովհետև թզի ժամանակը չէր։ Եվ նա ասաց թզենուն. Թող այլևս ոչ ոք քեզնից պտուղ չուտի հավիտյան, եւ նրա աշակերտները լսեցին դա։ Գիտես, թե ինչու Հիսուսն անիծեց այդ թզենին։ Որովհետև այն ուներ պտուղ բերելու արտաքին տեսք, բայց առանց բովանդակության։ Այն հրապուրում էր հեռվից, բայց մոտիկից դատարկ էր։ Քանի քրիստոնյա է այդպիսին։ Կրոնական արտաքին, ավետարանական լեզու, աստվածաշնչյան գիտելիք։ Բայց բերքահավաքի պահին ուր են պտուղները։ Ես քեզ կասեմ մի բան, որը միգուցե ցնցի քեզ։ Դատաստանի օրը մարդիկ կասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք։ Քո անունով դևեր հանեցինք, եւ քո անունով բազում հրաշքներ գործեցինք։ Եվ Հիսուսը կպատասխանի. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացեք ինձնից դուք ամենքդ, որ անօրինություն եք գործում։ Մատթեոս 7:22-23։ Ինչու։ Որովհետև նրանք ունեին ծառայություն, բայց ոչ պտուղներ։ Նրանք ունեին հզոր արարքներ, բայց ոչ փոխված բնավորություն։ Նրանք տպավորում էին մարդկանց, բայց չէին դիպչել Աստծո սրտին։ Եղբայրս, քույրս, թույլ տուր տալ քեզ մի հարց, որը կարող է հիմնովին փոխել քո կյանքը։ Եթե Հիսուսն այսօր հայտնվեր եւ նայեր քո կյանքին այնպես, ինչպես մշակն է նայում ծառին, ինչ կտեսներ նա։ Կտեսներ անկեղծ սեր, թե պարզապես ձևական հանդուրժողականություն։ Կտեսներ իսկական ուրախություն, թե պարզապես կեղծ շփիթներ։ Կտեսներ ներքին խաղաղություն, թե պարզապես տագնապալից եւ քողարկված հավատք։ Կտեսներ Քրիստոսին շահած հոգիներ, թե պարզապես քո գրոնականությամբ տպավորված մարդկանց։ Կտեսներ կրթված աշակերտներ, թե պարզապես երկրպագուներ քո շուրջը։ Եվ ահա բարի լուրը, դեռ ժամանակ կա։ Քանի դեռ շնչում ես, պտուղների մրցաշրջանը չի ավարտվել։ Աստված կարող է անպտուղ ծառը վերածել պտղաբեր ծառի։
Նա կարող է պտուղներ առաջացնել նույնիսկ ամենաչոր ջուղերի վրա։ Բայց դա քեզնից որոշում է պահանջում։ Վերջ տուր ձևականությանը և սկսիր իրականում պտուղ բերել։ Ուզում ես իմանալ ինչպես։ Ճշմարտապես միացիր Հիսուսին, ճշմարիտ որդատունքին։ Թույլ տուր նրա կյանքի հյութին հոսել քո մեջ։ Մի փորձիր պտուղ բերել քո սեփական ուժերով։ Թույլ տուր Սուրբ Հոգուն գործել քո մեջ և քո միջոցով։ Որովհետև ի վերջո կարևորը ոչ թե այն է, ինչ դու ես արել Աստծո համար, այլ այն, ինչ Աստված արեց քո միջոցով։ Հիմա նորից փակիր աչքերդ և պատկերացրու քեզ Հիսուսի առաջ։ Նա նայում է քո աչքերի մեջ սիրով, բայց նաև արդարությամբ։ Եվ նա տալիս է այս 3 հարցերը։ Անկեղծ եղիր ինքդ քեզ հետ, որը կլիներ քո պատասխանը։ Կարող ես համոզմունքով ասել. Տեր, ես ընդունել եմ քո որդուն որպես իմ անձնական փրկիչ, ոչ թե իմ գործերով, այլ քո շնորհով։ Կարող ես ուրախությամբ ասել. Տեր, ես սիրեցի քո փոքրիկներին այնպես, ինչպես դու կսիրեիր նրանց։ Ես տեսա քեզ յուրաքանչյուր դեմքի մեջ ու մոգնեցի։ Կարող ես վստահությամբ ասել. Տեր, ահա այն պտուղները, որ դու արտադրեցիր իմ միջոցով։ Փոխված կյանքեր, փրկված հոգիներ, կրթված աշակերտներ, սրբացած բնավորություն։ Եթե կարող ես այո պատասխանել այս 3 հարցերին, սիրելիս, դու պատրաստ ես դատաստանի օրվան։ Շարունակիր առաջ գնալ, մնա հավատարիմ, շարունակիր պտուղ բերել։ Բայց եթե քո պատասխանը երկչոտ ոչ է, տատանվող չգիտեմ կամ ծանր լռություն, ուրեմն այսօր քո որոշման օրն է։ Մի թող վաղվան այն, ինչ կարող ես ընտրել այսօր։ Մի պահիր դա քո մահվան մաղճի համար։ Ընտրիր հիմա, որովհետև ոչ ոք չգիտի այն օրը կամ ժամը, երբ Հիսուսը կվերադառնա կամ երբ դու կկանչվես նրա ներկայությանը։ Եթե երբեք չես ընդունել Հիսուսին որպես քո անձնական փրկիչ, արա դա հիմա։ Աղոթիր ինձ հետ։ Տեր Հիսուս, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ և փրկչի կարիք ունեմ։ Ես հավատում եմ, որ դու մեռար խաչի վրա իմ մեղքերի համար և հարություն առար 3-րդ օրը։ Ես ընդունում եմ քեզ որպես իմ անձնական Տեր և փրկիչ։ Ներիր իմ բոլոր մեղքերը և տուր ինձ հավիտենական կյանք։ Հիսուսի անունով։ Ամեն։ Եթե այս պատգամը դիպավ քո սրտին, եթե Սուրբ Հոգին խոսեց քեզ հետ այս խոսքերի միջոցով, թող մեկնաբանություն, ասելով ես պատրաստ եմ։ Եվ կիսվիր այս տեսանյութով մեկի հետ, ով կարիք ունի պատրաստվելու վերջին դատաստանին։ Ամեն։